Ողջույն բոլորին, այսօր պատրաստելու եմ մրգային ժելե։ Ուրեմն ես այսպիսի տարբերակով ունեմ տուփերով մրգային համերով ժելեներ։ Դրա համար ուրեմն յուրաքանչյուր տուփին պիտի ավելացնենք 250 մլ ջուր, թողնենք մինչև հալվի ու արդեն պատրաստենք։ Բայց քանի որ միշտ այսպիսի տուփերի մեջ ժլատինի ուրեմն քանակությունը քիչ է լինում, ուրեմն ես նախընտրում եմ ավելացնել այսպիսի փոշի ժլատին, ամեն մի տուփին 1 ճաշի գթալ։ Հիմա ուրեմն քանի որ 3 տուփ է, մի անգամից 3 ճաշի գթալ ժելատինը, այսպես կլցնեմ տարայի մեջ, ու այստեղ արդեն ստացվում է հենց այդպես էլ 3 ճաշի գթալ ամբողջը կլցնեմ։ Ավելացնում եմ ջուր, խառնում եմ և թողնում եմ մինչև ուրեմն ժլատինը ուռի։ Հիմա մինչև ուրեմն ժլատինը կուրչի, ես մրգերը կտրատեմ, այստեղ ինձ մոտ խնձոր է, մանր կտրատում ենք խնձորը։ Ահա և վերջ խնձորները մանր կտրատեցի, որպեսզի հեշտ լինի ուրեմն ուտելուց։ Հիմա խնձորները տեղափոխեմ այսպիսի ափսեի մեջ։ Ահա, այսպես թողնենք, հիմա անցնենք ելակներին, նայեք, այստեղ ես ունեմ ուրեմն, ինչպես արդեն ասեցի, սառեցրած ելակներ, մի քանիսը 2 մասի, մի քանիսը 3 մասի, այսպես, արդեն ձեր նախասիրությամբ։ Ելակներն էլ կտրատեցի, մյուս ափսեի մեջ ելակներն ենք լցնում։ Այսպես, մինչև ես ուրեմն հյութերի հետ կաշխատեմ, ելակներն էլ արդեն ինձ թվում է պատրաստ կլինեն օգտագործման։ Ահա, այստեղ արդեն նախապես թրջած ուրեմն ժելատինը ուռել է։ Հիմա ինչ ենք անում, բաժանում ենք 3 մասերի և ամեն մի ափսեի մեջ 1 մասն ենք դնում։ Ես աչքաչափով եմ անում, դուք կարող եք կշռել, չգիտեմ, ոնց ձեզ հարմար է։ Բացում ենք մեկական տուփ և պարունակությունը լցնում ամեն մեկը 1 ափսեի մեջ։ Հիմա յուրաքանչյուր ափսեի մեջ ավելացնում ենք 250 մլ ջուր։ Հիմա խառնում ենք այսպես, մինչև շաքարավազը հալվի։ Եվ ես նախընտրում եմ 1 ճաշի գթալ շաքարավազ ավելացնել, որովհետև երբ արդեն ժելատինը ավելացնում ենք, բաղադրությունը խախտվում է։ Մեկական ճաշի գթալ շաքարավազ եմ ավելացնում, ինչպես արդեն ասացի։ Եվ հիմա խառնում ենք
ու ամեն մեկը առանձին դնում միկրոալիքային վառարանի մեջ։ Ժելեի համար ընտրել եմ այսպիսի տարաներ, որպեսզի սրանց մեջ պատրաստեմ։ Հիմա այսպես տեղադրում եմ ելակները։ Ահա արդեն պատրաստ է մեր խառնուրդը։ Հիմա մի հատ էլ խառնում ենք ու շատ զգուշությամբ արդեն լցնում ենք տարաների մեջ։ Առաջին շերտը արդեն ունենք։ Հիմա դնում ենք սառնարանի մեջ, որպեսզի սառչի։ Այդ ընթացքում պատրաստում ենք երկրորդ շերտի ժելատինը։ Ընդամենը ուրեմն կես ժամ մնաց սառնարանում եւ նայեք արդեն լրիվ սառել է առաջին շերտը, այսպես։ Հիմա երկրորդ շերտի համար վերցնում եմ բանանինը դեղին գույնով եւ նորից միկրոալիքային վառարանի մեջ կարճ իմպուլսներով հալեցնում եմ։ Մինչ կհալվի, ավելացնում ենք երկրորդ շերտի համար նախատեսված արդեն միրգը, խնձորը, որը որ կտրատել էի նախապես։ Ահա խառնենք եւ ավելացնենք երկրորդ շերտի համար նախատեսված ժելեն։ Հիմա նորից դնում ենք սառնարանը եւ թողնում ենք մինչեւ երկրորդ շերտն էլ սառի։ Ինչ սիրուն է։ Ահա երկրորդ արդեն շերտն էլ նայեք, շատ ընտիր սառել է։ Հիմա երրորդ շերտի, ուրեմն զանգվածն ենք դնում միկրոալիքային վառարանով հալեցնում ենք, պրոցեսը 3 անգամ կրկնում ենք։ Արդեն ես ելակները լցրել եմ այս հյութի մեջ։ Ահա եւ վերջին շերտը հիմա դնում ենք էլի սառնարանը, որպեսզի ամբողջությամբ սառչի։ Կհանդիպենք սառչելուց հետո։ Ժելեները արդեն իդեալական պատրաստ են, հիմա պիտի հանենք այս գաղափարների միջից, դրա համար եռացրած ջուրը պիտի լցնենք տարայի մեջ եւ սա մի 2 րոպեով ընկղմում ենք մեջը, որպեսզի շատ նորմալ ու հեշտ դուրս գա։ Նայեք ինչքան գեղեցիկ դուրս եկավ։ Շատ հեշտ եւ շատ գեղեցիկ։
Սա հաջորդ ուրեմն կաղապարի համար ավելի մի քիչ լայն տարբերակով։ Ահա։ Ահա խնդրեմ, սա էլ մեր երկրորդ տարբերակը, սրտիկով տարբերակը։ Նայեք ինչ հրաշալի է ստացվել եւ շատ լավ ու արագ դուրս եկավ կաղապարից։ Դուք էլ փորձեք, եթե ձեզ դուր կգա, գրեք ինձ, եթե հարցեր կլինեն եւս գրեք, ես սիրով կպատասխանեմ։ Բոլորին բարի ախորժակ, չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, լայք դրեք եւ տարածեք վիդեոները։ Ցտեսություն։